Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Առայժմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին ես զրուցելու եմ վերլուծաբան մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, շնորհակալ եմ պարոն Քոչարյան մեր հավելությունների համար։ Գյումրիում տեղի ունեցան ընտրություններ եւ այդ ընտրությունների արդյունքում իշխանությունները պարտվեցին։ Մի կողմից լավ էր, որ արձանագրվեց իշխանության պարտությունը եւ ըստ էության եւ փառաքարի ընտրությունները եւ դրանից 2 տարի առաջ Երևանի ավական ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն վարչական ռեսուրսի կիրառմամբ, ապօրինությունների գործադրմամբ 30-35%-ի միջակայքում կարող է ձայն հավաքել, բայց նաև ուրիշ բան պարզվեց Գյումրու ընտրություններում, որ այսպես կոչված ընդդիմադիր դաշտին չեմ ասում այսպես կոչված, որովհետև դեռ հարց է ով ինչին ընդդիմադիր։ Շատ ավելի դժվար են այսպես համաձայնության գալիս, քան իշխանության հետ կգային այդ համաձայնությունը։ 4-5 օր հանրային մեծ աղմուկ պահանջվեց, որպեսզի Մարտուն Գրիգորյանը հայտարարի այն, ինչ պիտի հայտարարեր, ասենք ուրիշ բան դժվար էր պատկերացնել։ Եվ մյուս կողմից նաև հասկանալի դարձավ, որ ինչ որ իմաստով նաև ապաքաղաքական փաստորեն տարեր կան քաղաքական դաշտում, որտեղ նույն պարոն Գրիգորյանի հայտարարությունը խոսում է քաղաքականության բացակայության մասին, այսինքն որևէ քաղաքական գործիչ, որը առաջադրված է երկու ուժերի դաշինքով, ասում է ինձ վրա որևէ քաղաքական ուժ չի կարող ազդել, բայց այդ դեպքում քաղաքական ուժերը ինչ էին անում այդտեղ։ Ինչ էր տեղի ունենում պարոն Քոչարյան։ Լավ, Գյումրին բավական հետաքրքիր кейս է, հիմա ուսումնասիրենք, ես ձեր ասածին կավելացնեի նաև Վանաձորում պարտությունը ՔՊ-ի եւ Գյումրիում դրանից առաջ կրկին պարտությունը ուղղակի հետո Բալասանյանին խաղերի մեջ մտան։ Ճակատի նոր բան գրեց, հա։ Բայց մենք կարող ենք փաստացի արձանագրենք, որ եթե ամեն ինչ նորմալ լինի, ՔՊ-ն առնվազն փոխքաղաքապետ Գյումրիում չի ունենա եւ դա կարեւոր է ֆիքսել։ Ինչ տեղի ունեցավ Գյումրիում եւ հետո Մարտուն Գրիգորյանի հետ կապված ինձ ուղղակի հետաքրքիր հետևել մարդկանց, ովքեր սատարում են Մարտուն Գրիգորյանին եւ իրենց մտքի ելևէջները, որ մեկ ողջունում են, մեկ սատարում են, մեկ հրաժարվում են, ասում են կապ չունենք, մեկ հետո էլ են ասում դե տեսակ գրեց բան։ Ուրեմն առաջի արգումենտը, բա ինքը ինչի պետք է միանգամից ասեր, հա, անես բան չի, որ միանգամից համաձայնվի։ Հիմա հարց, իսկ ինչի Ռուբեն Մխիթարյանը ու Կարեն Սիմոնյանը միանգամից հասկացան եւ միացան շատ սովորական իսկ ֆիզիկա օրենքներով պրինցիպի, որ փոքրը ձգտում է դեպի մեծը, հա, ինչն էր ծանոթ թեթև անում Մարտուն Գրիգորյանը, եթե ինքը դա չի արել դրանից 1 ամիս առաջ, երբ որ մտել է ընտրապայքարի մեջ եւ հարցումներն ցույց են տվել, որ հնարավոր է տարբերակ եւ ամենահավանական տարբերակը նա է, որ Վարդան Ղուկասյանը առաջինն է լինի ընդդիմադիրների շարքից, այսինքն 1 ամսվա մեջ այդ ծանրը թեթևը հնարավոր չէր անել։ Ավելին ես ձեզ ասեմ, որն էր ինչ խնդիր էր առաջել Մարտուն Գրիգորյանի դրության հետ։ Մարտուն Գրիգորյանը երկրորդ, երրորդ օրը արդեն ինքը որպես կերպար արդեն հետաքրքիր չէր, որովհետեւ տատանվող մարդը իր հանդեպ, այսպես ասենք, որոշակի վերաբերմունքի փոփոխություն է միշտ լինում, հա, որովհետեւ բոլորը սպասում են, բոլորը ասեն միանում ենք կոալիցիա չի, ՔՊ-ի ջախջախումը ֆիքսում ենք, այդ ողջավորված կուրաժի վրա արդեն անցնում ենք համապետական գործերի, հանրապետական մասշտաբի գործերի, ու այդ ամենակարևոր պահին ինչ որ համակարգի մի մաս սկսում է տատանվել, խոչընդոտել ընդհանուր հաղթանակին, այսպես ասենք։ Խնդիրը առաջացել էր Մարտուն Գրիգորյանի շուրջ կապված մարդկանց հետ, կուսակիցների, դաշնակիցների եւ այլն, որովհետեւ մարդկանց մոտ հարցեր էր առաջանում, ինչու է այս մարդը լռում, ինչու ենք այսքան ձգձգում, որ մենք չենք կարողանում ֆիքսենք ՔՊ-ի պարտությունը։ Եվ
այդ վերաբերմունքը արդեն անցնում էր այն դաշինքին, որը ներկայացնում էր Մարտուն Գրիգորյանը, եւ նաեւ այն քաղաքական ուժերի դաշինքին, որտեղ Մարտունը հանդիսանում է որպես падգամավոր։ Եվ ինչ հետաքրքիր պատկեր մեկ տեսանք, որ 4-րդ թե 5-րդ օրը այդ դաշինքի մի կուսակցություն ասեց, որ ինք ընդհանրապես Մարտուն Գրիգորյանին հետ կապ չունեն, չգիտեմ, քիչ էլ մնուկ ասեն արդեն չեն ճանաչում, հա, չնայած մինչև այդ բոլոր հիմնական գլխավոր անձինք պաշտպանում են իրան եւ հարձակվում են այդ թևերի վրա, որոնք ինչ որ բաներ են, հարցապնդումներ են առաջացնում։ Եվ նաև նույնը լինելու էր, ես համոզված եմ հայրենի կուսակցության առաջնորդի Վանեցյան Արտուրի շատ փակագծեր չեմ ուզում բացվեն, բայց մենք բոլորս գիտենք, որ հիմնական խնդիրը եղել է այն, որ Մարտուն Գրիգորյանը վերջին պահին երկու կոշիկ դրել են երկու ոտք դրել մեկ կոշիկի մեջ եւ որոշակի անհամաձայնություններ տալիս Վարդան Ղուկասյանին որևէ ինչ որ աջակցություն կամ որևէ ձևի հարաբերվելու։ Սա էր հիմնական խնդիրը եւ նույնիսկ այն, որ Մարտուն Գրիգորյանը 15 ժամ անց իր գրված ստատուսը բացեց, հա, դա նշանակում է, որ եւս 15 ժամ ինչ որ իրեն համոզել են։ Ես քանի որ չեմ ճանաչում այդ մարդուն, հա, եւ նաեւ շատ քիչ եմ տեսել իր խորհրդարանական աշխուժությունը, հա, ես չեմ կարող Այնպես եք ասում շատ քիչ եք որևէ լսել, ոնց որ երբևէ լսել եք խորհրդարանական։ Ես լսել եմ իրան մասին, ես ապրել Չէ, եմ խորհրդարանական ելույթ լսել եք։ Ես հետո էջի վրա նայեցի, տեսա, որ այդպես ելույթներ եղել են։ Էլ եմ ասում, ես մարդուն չեմ ճանաչում որպես քաղաքական գործիչ, ես իրան ճանաչում եմ, քանի որ ես ապրել եմ Գյումրիում 1.5 տարի, հենց ամենայն թեժ վախտերով, որ Գյումրին համարյա բաժանված էր Վարդան Ղուկասյանի եւ Մարտին Գրիգորյանի միջև եւ ամեն ընտրությունը 50-50 վարիանտ էր, այն մնացածը չասեմ, այսինքն այդտեղից ես հիշում եմ Մարտին Գրիգորյան։ Սա է խնդիրը եւ ի վերջո Փարքաստո մենք տեսանք, որ որոշակի այսպես ասենք ստիպված ինքը գրես չէ, որ ստիպված եմ այս բանը ընդունել հասարակական ճնշման ներքո կատարվեց ճիշտ գրառում, այսպես ասենք, եւ մի փոքր շունչ քաշեցին նաեւ։ Բայց այնտեղ կարծեք Պամբոջան, այնտեղ կարծեք թե ամենևին հույսը դեռ չեն կորցնում, որ Վարդան Ղուկասյանին կկալանավորեն։ Ես դրա վրա ես լսում եմ եւ Մարտուն Գրիգորյանի տեքստում դա տեսանք եւ այդ իր շուրջ հավաքված կուսակցությունների ներկայացուցիչներ ասում են սրտերս վկայում է Վարդան Ղուկասյանին բռնելու են։ Եվ Վարդան Ղուկասյանը հրաժարվում է առաջի փոխքաղաքապետի պաշտոնատար, որովհետև դա միակ ստրախովքին է Վարդան Ղուկասյանը, որովհետև ամեն դեպքում գիտենք որ դա իշխանական տերոր է, բայց մի բանը որ մեկ հոգի են մի կուսակցությունից կալանավորում, մեկ բանը որ արդեն երկու հոգի են կուսակցությունից կալանավորում, դա էլ եմ ասում, կարող է ամբողջ ֆրակցիան կալանավորի Նիկոլ Փաշինյանը, բայց ամեն դեպքում կալանավորելը հեշտ է, մարզելն է դժվար։ Դրա համար ես այսպիսի, գիտեք, ենթագիտակցական կոչերը բայչի չեն կալանավորում, հա, իմ կարծիքով չարժե, էլի ամեն դեպքում մենք համարում ենք, որ բոլորս ընդդիմություններ ենք այդպիսի բաներ անել պետք է։ Հիմա ես ավարտեմ, Գյումրին մեկ բան ցույց տվեց, որ այն որ մեզ ասում են, որ եթե տարանջատում չլինի, ընդ որում իմ վրա չգիտես չի հարձակվեց ինչ որ մի մարդ, երբ որ ես ուրիշ հարցազրույցի ժամանակ ասացի, որ տարանջատվելը որոշ դեպքում ճիշտ է, չգիտեմ, հանեցին ինչ որ չեմ ուզում ասեմ բառերը էպիթետները անեմ ինչ որ մեկին, որը հարցակվեց վրես, որ ոնց կարելի տարանջատում բանման, հիմա Գյումրին փաստ ցույց տվեց, որ ինչքան տեսություն կար, որ պետք է միասնական եւ այլն միայն միասնություն, դա չի աշխատում, իսկ բանը տարանջատումը աշխատեց, այսինքն 4-5-6 անդիմադիր ուժեր լայն ճակատով գնացին ամեն մեկը իր գաղափարներով, ընդ որ ուժեր կային, որոնք իրար հետ որևէ ընդհանուր բան չունեն, ավելի ճշնամանքի մեջ էին։ Բացի վերջի իրանք այն վիճակի, որ իշխող ուժը պարտվեց, ընդ որում ես ձեզ ասեմ, ջախջախիչ պարտվեց։ Ինչի, որովհետև ես համոզված եմ, որ որոշակի գործողություններ են եղել, ընտրակեղծիքներ, չգիտեմ, դդխոնումներ եւ այլն, իշխող ուժի միակ սխալ հաշվարկը եղել է այն, որ հաճախելիությունը եղել է շատ բարձր։ Ընդ որում որ ասում 47%, ես ասում որպես եւ Գյումրիում շատ գնացող եկող ծանոթներ ունեցող եւ այնտեղ ապրած մարդ, այն ընտրողների թիվը որ կա, շատ ավելի շատ է, քան իրականությունը բանանում եւ իմ հաշվարկներով Յավկեն եղել է մոտ 70-75%։ Պարոն Քոջյան, քաղաքացիական պայմանագիրը կարծեք թե իր մի հաշվարկում էլ սխալվեց, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա Վարդան Ղուկասյանին, այսինքն երևի եթե հանրային ճնշումը հաշվի չէին առել, թե ինչ ճնշում կլինի,
Եվ դա երևաց նաև Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո, թե ինչպես հիասթափվեցին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները Մարտուն Գրիգորյանից ասելով, «Էս ոնց խաբեցիր գյումրեցիներին», հա, չնայած գյումրեցիներին խաբելու խնդիր չկար։ Այսինքն վստահաբար, ես չգիտեմ Մարտուն Գրիգորյանի մտքում ինչ ա եղել, Մարտուն Գրիգորյանի քվեարկողի մտքում Նիկոլը չի եղել հաստատ։ Եմ կարող ասել, խաբելուց գոնե սրանք չխոսեն։ Երևանի հավաքանու ընտրություններից հետո այդ Զավենովնայի կուսակցությունը կպցրեցին իրենց, էլի մեծամասնություն չկազմեց, Դոգի կուսակցությունից 2 հոգու առևանգեցին տարան քննչական կոմիտե, Արգիշտի Գիվիրյանը անունս տվեց, Քարամյանը։ մի անգամ են եսը։ Այո, մի քիչ մշակման աշխատանքներ արեց, ու հետ էլ միացավ իրանց քաղաքապետ դարձան 33%-ով։ Այս հաշվարկում էլ սխալվեցին, բայց նաև այստեղ ուրիշ բան ցույց տվեց, հա, որ հանրային ճնշումը աշխատող է։ Եթե քաղաքացիները իրոք դժգոհ են, ընդ որում այստեղ ամենևին խոսքը չի գնա։ Ոչ միայն հանրային, ավելի շատ ասենց ասեմ, քանի որ երկու տեխնացուներ մտել են այդպես տղայական մուդի մեջ, հա, այստեղ աշխատեց տղայական ճնշումը, որովհետև հակառակ դեպքում, տեսեք, եթե դուք ասում եք, որ ԿՊ-ն պետք է իշխանություն չունենա, բայց այդ լռությունը, ձգձգումը եւ այլն կարող է բերի նրան, որ ԿՊ-ն ամեն դեպքում իշխանություն ունենա, ապա էլ եմ ասում, շատ մարդկանց մոտ հարցեր է առաջանում։ Ես օրինակ համոզված եմ եւ չեմ կարող պնդել, որ Մարտուն Գրիգորյանը ԿՊ-ի ինչ որ պայմանավորվածություն եղել է, ավելի հակառակն եմ ես մտածում, երևի ԿՊ-ն մտածել է, որ ամեն դեպքում Մարտունի այդ պանյատներով վիճակը հա եւ ընտանիքի ճնշումը Մարտունի վրա, որ ամեն դեպքում այնտեղ արունայեղետ չի կարելի Վարդան հետ որևէ բան, իրենք մինչև վերջ մտածել են, որ ինքը բան կանի, բայց Մարտուն Գրիգորյանը իմ կարծիքով տեսնելը, որ մնում է ամբողջովին մենակ, հա, որովհետեւ էլ եմ ասում, մի կուսակցություն ասեց, որ ընդհանրապես իր հետ կապ չունի, մյուսները արդեն այսօր վաղներ եւ դա գլոբալ առումով իր քաղաքական կարիերայի ավարտը կարող էր նշանակել, ամեն դեպքում ստիպված այդ քայլին գնաց եւ սա ԿՊ-ի համար էր մի փոքր նորություն, որովհետև էլ եմ ասում, երևի թե ԿՊ-ական Գյումրի, այսպես ասենք, աղբյուրները իրանց երևի համոզել են, որ Մարտուն Գրիգորյանն այդ պանյատներով ի վիճակը շատ ավելի ուժեղ է, քան ենթադրենք հանրային ճնշումը, այստեղ իրանք սխալվեցին։ Մարտուն Գրիգորյան թեման ավարտելով ես կուզեմ ասեմ, ես մի ստատուս գրեցի, որ լայն արձագանք բան արեց, որ ես ասի, որ ապագայում այն կուսակցությունները, որոնք Մարտուն Գրիգորյանն են ընդգրկել իրենց ցուցակի մեջ, իրենք ընդդիմադիր չեն կարող համարվել եւ ես պնդում եմ, հա, իմ ասածը, որովհետեւ տեսեք խնդիրը ինչումն է, եւ խոսքը Մարտուն Գրիգորյանն է, չի այլ Մարտուն Գրիգորյան նման կերպարները, որտեղ մենք ապագայում կարող են գնալ արտահերթ փողոց, չգիտեմ 2026 թվականի եւ պատկերացրեք, որ կրկին առաջանան կուսակցություններ կամ գործիչներ, որոնք կսեն տատանվել, որոնք կսեն լռել, որոնք ամենակարևոր պահին կարող են թողնել ինչ-որ լուֆտ, որպեսզի իշխանությունները կարողան խառնվել։ Իսկ այս իրավիճակում ես էլ եմ ասում, իշխանությունները ինձ էլի կարող է Սարիկին ԺՊ նշանակել եւ տարիներով պայել, ինչպես արեց դա Վանաձորում։ Այսինքն, եթե մենք գնում ենք պայքարի, եթե մենք գնում ենք ճակատամարտի, մեզ տատանվող մարդիկ պետք չեն։ Միգուցե իրենք շատ լավ մարդիկ են, միգուցե իրենք իրենց գաղափարը ունեն, միգուցե իրենք իրենց պանյատներով են ապրում, իրենց աշխարհներով ապրում, բայց ինչպես կասեր, այդ անեկդոտում մեզ պինդ տղերք են պետք։ Այո, մեզ պինդ տղերք են պետք, որովհետև ելի եմ ասում, ինքը պինդ տղա է, բայց ինքը իր բանի մեջ, քաղաքական առումով, իր քաղաքական այս լռության մեջ ինքը ելի եմ ասում, համ իրան էր քաշում, համ մնացածներին քաշին, այնպես արեց, ելի եմ ասում, որ կողքից այսպես հետ գնացին, ասեցին քսր հետ կապ չունենք, որտեղ ինքը արդեն տոքսիկ է դառնում։ Եվ կրկին ես օրինակ մտածում եմ, արդյոք չգիտեմ, ես Արտուր Վանեցյանի տեղը չեմ կարող մտածեմ, հա, իհարկե, բայց երիտասարդ քաղաքական գործչի համար, հա, սա բավականին բարդ փորձություն էր, որովհետև ելի եմ ասում, եթե Մարտուն Գրիգորյան եւս 2 օր բան լիներ, արդեն խնդիրը Արտուր Վանեցյանի հետ էր լինելու եւ արդյոք Արտուր Վանեցյանը ապագայում կցանկանա կրկին Մարտուն Գրիգորյանին ընդգրկել իր ցուցակի մեջ, իմ կարծիքով առնվազն մտածելու տեղ ունի, բայց ես էլ եմ ասում, ես քաղաքական կուսակցական մարդ չեմ եւ փառքաստիճան։ Չէ, այստեղ պետք է արձանագրել Բանկոր ջան, որ այն անգամ այս ինձ համար սա կիսա համաձայնություն է, որտեղ տալ համաձայնություն քվեարկելու Վարդան Ղուկասյանի օգտին, բայց այնտեղ տեքստում հույս հայտնել, որ կբռնեն Վարդանին, մի քիչ այդքան էլ արդար չի, բայց այնուամենայնիվ անգամ այս հայտարարության պարագայում Պարոն Վանեցյան բավական վնասներ է կրել քաղաքական իմաստով եւ սա որպես կողքից դիտորդ պետք է գնահատենք։
Եվ ես չգիտեմ ունեք Վանեցյանի ինչին էր պետք այս ձևով ի վերջո 3 տարի գրեթե լռել էր, չէ՞, Քոչարյանը շատ էլ ինքն էր լռել։ Բայց եթե Քոչարյանի նոր ասուլիսը, հա, այսպես նոր ստարտը հանրային քաղաքական քննարկումներ առաջացրին, մարդիկ ասեցին դե Փաստորեն Քոչյանը դուրս չի եկել, մարդիկ մտածում են միավորվել, համագործակցել, Քոչյանը առանձնանում է տարբերությունից, Արտուր Վանեցյանը այսպես երկրորդ ստարտը ավելի շատ պրոբլեմատիկ դարձավ իր համար։ Ոչան, գիտեք, ավելի Ընդ որում ոչ իր պատճառով։ ավելի ճիշտ Արտուր Վանեցյանը, հա, գա այդքան բանը պատմի, ասի ոնց է ինչ եղել։ Չէ, ես որպես փորձագետներ եմ փորձագիտական ես ասեմ, իր համար դա շատ մեծ փորձություն էր, իրոք փորձանք էր նույնիսկ ես կասեի, հա, եւ կարողացավ ինչ որ ձևի այդ հարցը լուծել, բայց այն եմ ասում այդ վնասը ռեպուտացիոն եւ ապագա վնասը ռեպուտացիոն վնասը որ կարող է գալ այսպիսի իրավիճակներից իմ կարծիքով ինքը շատ ավելի ճիշտ պետք է հաշվարկի եւ ինքը նաեւ պետք է հաշվարկային բայրը որ որոշ բայրը ինքը կրկին կարող է մնալ մենակ, հա, եւ սա իմ կարծիքով կոնկրետ իր համար որպես մարդ, որը ցանկանում է քաղաքական կուսակցական գործունեություն տանի, սա իր համար շատ կարևոր, այսպես ասենք, ազդանշաններ են, ինչպես վարվել ապագայում։ Դա հիմա Գյումրու ընտրությունների իշխանությունների մոտ մի ուրիշ իրավիճակ է սրացրել, ասում են Քոչարյանի դիրքերը ամրացան։ Նու Քոչարյանը չէր մասնակցում իհարկե այդ ընտրություններին, բայց առնվազն մասնակից ուժեր կային, որոնք դրական են տրամադրված դեպի Քոչարյան։ Վարդան Ղուկասյանը անգամ Քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ իր առանձնացնում է երկրի ղեկավարներից Ռոբերտ Քոչարյանին, որ Գյումրում շատ կատարված նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանության շտորի վեր, հա։ Հիմա ամրացավ իրականում դիրքերը կամ այդ ինչ ասա նշանակում, որովհետև եթե իշխանությունը արձանագրում է, որ Քոչարյանի դիրքերը ամրացել է, ապա ինձ համար դա նշանակում է, որ իշխանությունը պիտի մտածի ինչ-որ նոր քրեական գործի մասին, ասենք Սիլվան պիտի ինչ-որ նոր կաշառք տա կամ հայտարարվի, որ ինչ-որ մարդիկ, որոնք անդիմադրել են, հայտարարվի, որ գրասենյակի ղեկավարի կողմից բռնաբարվել է, չէ՞ սպասում, որ որոշ անդիմադիր մարդկանցի ստատուսներ ինչ-որ Նիկոլը չի կալանավորում Քոչարյանին։ Այո, շատ հավանական է։ Իդեպ ինչ չեք կալանավորում, պարոն Փաշինյան, հարց են տալի։ Հարցն որտեղից է։ Քեզ հարցն որտեղ են 4 միլիարդը բան, այսինքն կամ մարտի 1-ի համար ինչի չի պատժվում, հա, այսինքն լավ, այս կես կատակ կես լուրջ մի կողմ թողնենք։ Տեսեք ինչ ցույց տվեց Գյումրի ընտրությունները գլոբալ առումով։ Գյումրի ընտրությունները ցույց տվեցին այն, որ ժողովուրդը ղզիկներից հոգնել է, հա, այսպես ասենք, որ ժողովուրդը այնքան է հոգնել այս իշխանություններից, հա, եւ իրենց շուրջ այդ շլեյֆից, հա, որ ինքը պատրաստ է գնալ եւ ընտրել օդիոզ մարդկանց։ Ընդ որում ես այսպես ասեմ, ոչ միայն Վարդան Ղուկասյանն է օդիոզ։ Այն ինչ որ վերագրում է Վարդան Ղուկասյանը, շատ հանգիստ կարելի է վերագրել Մարտուն Գրիգորյանին։ Շատ հանգիստ չէ, հենց այդ ուղղակի Մարտունը քիչ է խոսում, Վարդանը շատ է խոսում։ Ես ասեմ, որպես Գյումրիում ապրած մարդ կարող եմ ասել, որ իրենց միջև տարբերությունը միայն խոսելիքի, ասելիքի ձևի մեջ է։ Եւ ես նաեւ թորդորեցի որոշ մարդկանց, ասեցի բան, Մարտուն Գրիգորյանին, Վարդանին սևացնելով Մարտուն Գրիգորյանին ջութակի դասատու, հարգում եմ բոլոր ջութակի դասատուներին, հա, կամ բալերինա մի սարքեք։ Այդ մարդը այն որ դա էլ է ծիծաղել, որտեվ ասում են մարդը կասկած են հայտում, թե իբր Վարդան Ղուկասյանը կրիմինալ պատմությունների մեջ, այդ պատմությունները երևի հալալ կեսը Մարտունի հետ միասին էլ մեջ է եղել։ Ասում են, վայ, իրա վրա քրեական գործ կարող են հարցնել։ Իսկ ում վրա չի կարող լինել։ Մարտուն օրը ցերեկով սեփական մեքենայից հանում են, նույնիսկ չհայհոյող, հա, սիգնալ տվող, պարկասնում են գետնին, այսինքն բոլորիս էլ կարող են ինչ որ մի օր։ Չէ, հիմա Արմեն Աշոտյանը տնային կալանքի տակ է, հիմա ինչ։ Բոլորի նախատիր կարող են տանել։ Հիմա ասածս վերջացնեմ, ուրեմն Գյումրին փաստացի Գյումրեցին, որը ողջունել է հեղափոխությունը եւ այլն, այս մարդիկ այդքան են զզվել եւ ասում ոչ միայն Գյումրիում, որ այս մարդիկ ուժում են ուժեղ ձեռք։ Ուժեղ ձեռքի տակ տեղավորվում է եւ Վարդան Ղուկասյանը եւ Մարտունը, այդ երկուսը ինչի առաջ երկրորդ տեղում են, որովհետեւ սա Գյումրեցու ցանկությունն է։ Հիմա մի Գյումրեսին ուժեղ ձեռքը պատկերացնում է Մարտուն Գրիգորյանի տեսքով, մյուս Գյումրեսին Վարդան Ղուկասյանի տեսքով։ Այսինքն կա այսպիսի հասարակական պահանջարկ եւ դա ոչ միայն Գյումրիում է։ Եվ այստեղ եթե վերցանենք հատեն հանրապետական մասշտաբի վրա, կարելի է ասել, որ այո, Ռոբերտ Քոչարյանի կերպարի, այսպես ասենք, գործչի պահանջարկը մեծանում է, որովհետև էլ եմ ասում, մարդիկ հոգնել են սրանցից, մարդիկ հոգնել են
այս ղզիկությունից, մարդիկ օգնել են այս անկայունությունից եւ մարդկանց մոտ առաջանում է ուժեղ ձեռքի, ուժեղ կերպարի պահանջարկ։ Ով 26 թվականին բան այդ կերպարի պահանջարկին ամենաշատը կհամապատասխանի, ըստ ում այն էլ առնվազն ընդդիմության մեջ ամենաշատ ձայները կհավաքի եւ Գյումրին դրանով է ստուգատես, որ ինքը ցույց է տվել այդ ինդիկատորը մարդկանց, որոնք ելի եմ ասում, այդքան են զզվել, այդքան են հոգնել, այդքան են իրենց մեջ ստորացված, հա, այդքան են ամեն ինչը պատկերացնում շատ վատ գույներով, հա, դժգույն գույներով, որ իրենք պատրաստ են գնան Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան ընտրել, լիժբի սրանցից ազատվեն, դա այսինքն սա էր սա ցույց տվեց եւ 26 թվականի ընտրությունները կամ մարտերտ ընտրությունները իրենք չեմ կարող ասել, որ մեկին մեկ Գյումրու սցենարով են լինելու, բայց առնվազն էլի այս ընտրություններում շատ հավանական է, որ մի քանի ընդդիմադիր ուժ լայն ճակատով գնան, ամեն մեկը իր ասելիքով եւ այո, վերջում ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ ԿՊ-ն պարտվելու է, արդեն իրենք իրար մեջ պետք է պայմանորեն խոսան եւ հավատացեք, ես ազնվորեն ասում եմ, բաց է բաց, որ եթե Մարտուն Գրիգորյանը առաջի տեղ բռներ, Վարդան Ղուկասյանը երկրորդ տեղ բռներ եւ Վարդան Ղուկասյանը սկսել լռել, նույն հասարակական ճնշման մեջ ես կլինեի եւ պարտադրել եմ, որպեսզի Վարդան Ղուկասյանը միանա Մարտուն Գրիգորյան, որովհետեւ բնության մեջ որպես ֆիզիկայի ֆակուլտետ ավարտած, ասեմ, որ փոքր մարմինը ձգտում է դեպի մեծ մարմինը։ Հակառակ process-ը տեղի չի ունենում։ Հակառակ process-ը երբ որ տեղի ունենում, երբ մեծամասնությունը գնում է փոքրամասնությունը, դա ոչ բնական process է, հակաբնական եւ Հայաստանի պատմությունում, այո, 2018 թվականին եղավ այդպիսի քայլ, եւ մենք տեսանք դա ինչ խնդիրներ բերեց կանգնեցրեց երկիրը։ Տեսեք, պարոն Քոչարյան, նաեւ Գյումրու ընտրությունների փոքրամասնությունը պետք է ձայները տա մեծամասնությանը, ոչ թե մեծամասնությունը ձայները տա հասկացա, արդյունքները հաշվի առնելով, քանի որ մինչև համադուրս էր եկել Մարտուն Գրիգորյանը եւ Ռուբեն Մխիթարյանը համարվում էին Սերժ Սարգսյանի այսպես թևի ներկայացուցիչներ, երրորդ նախագահի թիմակիցները, որ առաջնակարգ թիմակիցների մասն է։ Խոսքը այսպեսի հայտարարություն ունեցած, որ տղերք տեսնում եք, որ առանց մեզ չեք կարող իշխանություն ձևավորել, բայց կարծում եմ այստեղ էլ մեծ մոլորություն կա, որովհետև նախ ձեր ասածը ֆիզիկայի օրենքներից ելնելով անկախ հանգամանքներից խորհրդարանական ընտրություններից հետո փոքր ուժերը պիտի աջակցի, եթե իրականում ուզում են Նիկոլ իշխանություն ձեռքվի, պիտի աջակցեն ամենաշատ ձայները հավաքողին, բայց հիմա էլ նաև ակնհայտ է դառնում, որ մարդիկ լավ էլ հասկանում են, որ շատ ձայներ հավաքողը իրենք չեն լինելու, իրենք ամենայն հավանականությամբ լավագույն դեպքում լինելու են փոքր ինչ որ ես ասեմ, հավաքող, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Ես ցույց տվեցի, որ կերպարն է, հա, ցանկանալու ժողովուրդը։ Եթե իրենք կարողանան այդ կերպարը գտնել, տեղավորվել այդ կերպարի մեջ, միգուցե իրենք մեծամասնություն եւ կհավաքեն։ Այստեղ նաև ուրիշ խնդիր կա, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը իր ձևով նման չի լինելու թիմ ընտրություն։ Ինչու՞։ Որովհետև եթե թիմի վերևում կա կառավարություն, չէ, եւ Նիկոլ Փաշինյանը ապօրինի թեկուզ որոշմամբ կարող է ԺՓ-ներ նշանակել, եւ սա մտավախություն է, ապա խորհրդարանական ընտրության պարագայում, եթե փոքր ուժը չի միանում մեծ ուժի, ապա կազմակերպվում է երկրորդ փուլ, արդեն համապետական ընտրություններ, ամենաշատ ձայներ հավաքած երկու ուժերի համար։ Այնպես որ սիրելի ընկերներ, հույս չունենաք, թե վերջում շանտաժ եք անելու ու փորձելու եք Չէ, մի կարծիքով կրկին էլ եմ ասում, շատ լավ եղավ, որ այդպիսի հանրային ճնշում եղավ եւ մի հարց առնվազն փակվեց ապագայի համար, որ ապագայում եթե որևէ մեկ ուզենա չգիտեմ դա ով կլինի կամ ում դեմքով կլինի կրկին շանտաժի լեզվով խոսալ ընդդիմության մեջ, դա ուղղակի չի աշխատի, որովհետեւ Գյումրին դա դաս եղավ։ Կապված Մարտուն Գրիգորյանի եւ Ռուբեն Մխիթարյանի հետ իրենք չեն ասել, իրենք ուժն են ներկայացնում։ Չէ, ես ասում հանրային ընկալման մեջ այդպեսի բան կար։ Հա, չէ, եւ հանրապետականները չէին հերքում։ Չգիտեմ, ես այդպես չի հասկացա իրենք որ ուժերն են ներկայացնում, որովհետեւ Մարտուն Գրիգորյանը ամենայն հավանականությամբ Արտուր Վանեցյանին էր ներկայացնում։ Այսպես ասենք, Ռուբեն Մխիթարյանը չասեց, որ ինքը ներկայացնում եւ ասեմ, որ Ռուբեն Մխիթարյանը բավականին ինձ համար որպես փորձագետ բավականին ճիշտ եւ տղամարդավար իրան պահեց, հա, ընտրություններից հետո եւ միգուցե նաեւ որոշակի խառնեց Մարտուն Գրիգորյանի պլանները, ես չգիտեմ, բայց Ռուբեն Մխիթարյանը շատ լավ հասկացա, որ քաղաքական ապագայի համար, հա, կարևորը պահել խոստացածը եւ գնալ տրամաբանական ճանապարհով, քան
պահի տակ որոշակի ինչ որ խնդիրներ ունենալով ձգձգել process-ը, բեկանել process-ը, վիժեցնել process-ը եւ փոքրիկ հաղթանակ տանելով Գյումրի լոկալ ընտրություններով, այնուհետև պարտվել հանրապետական մասշտաբով, այստեղ ասեմ որպես քաղաքական գործիչ եւ որպես նյութ ունեցող մարդ, իր քայլը ճիշտ է եղել։ Եվ ավելին ասեմ, մի փոքր երևի սուրպրիզ էր նաեւ որ Մայր Հայաստանը հայտնվեց ցուցակում, որտեղ հակառակ ուրիշ ռասկլադներ կարող են լինել եւ եղավ այն ինչ որ եղավ։ Բայց ամեն դեպքում կրկին ասեմ, որ 26 թվականին այսպիսի իրավիճակ, հա, ինքը արդեն չի լինելու, որովհետեւ Գյումրիով շատերը արդեն հասկացան, որ այդ եսասիրությունը կամ շանտաժը ինքը չի աշխատում, ինքը աշխատում է միայն ի վնաս այն մարդկանց, ովքեր այդ քայլերին դիմում են։ Շնորհակալ եմ պարոն Քոչարյան, չնայած ինչքան էլ որոշել ենք մի փոքր Գյումրիից խոսալ, ստացվում ամբողջ չէ։ Չէ, որովհետև Գյումրին էլ եմ ասում։ Գյումրի օրինակով տարբեր Գյումրին ամենակարևոր ստուգատեսն է, ես չգիտեմ, սա երկրորդ քաղաքն է, հա, Երևանի վիճակն էլ մենք տեսանք ինչ եղավ եւ Երևանում այդ պարտություն եղավ։ Բայց ժամանակ Արցախը դեռ ամբողջապես հանձնված չէր ու բայց Գյումրին դա էլ եմ ասում, դա ցուցիչ էր, կրկին ես էլ եմ ասում, եւ փողոցային պայքարի, որովհետև եթե փողոցային պայքար լինի, կրկին անդիմադիրներովս բոլորս պետք է դուրս գանք փողոց, հա, եւ արտահերթի ժամանակ կրկին անդիմադիրներովս պետք է պայքարենք հենց Նիկոլ Փաշինյանիզմի դեմ եւ հերթական ընտրությունների ժամանակ 26 թվականին կրկին անդիմադիրներովս պետք է բոլորով գնանք եւ պայքարենք կրկին Նիկոլ Փաշինյանի դեմ ու ել եմ ասում մենք հանգիստ կարող ենք գնալ տարանջատված, մենք հանգիստ կարող ենք գնալ մեր ծրագրով, մենք հանգիստ կարող ենք մեր ընտրողներով գնալ, որովհետեւ Հայաստանում արդեն փորձը ցույց է տալիս միավորման ժամանակ գումարում են ոչ թե ռեյտինգները, այլ գումարում են անտի-ռեյտինգներ։ Եվ եթե Վարդան Ղուկասյանը, Մարտին Գրիգորյանը միասնական դաշինքով գնային, ապա իրենք հավաքել են 1% ձայն, որովհետեւ Վարդան Ղուկասյանի ընտրողները երբեք Մարտին Գրիգորյանին ձայն չեն տա, իսկ Մարտին Գրիգորյանի ընտրողները Վարդան Ղուկասյանին։ Շնորհակալ եմ պարոն Քոչարյան, այդ այդքեզ դրույթի համար։ Ես շեշտում եմ դրույթում եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանից, տեսություն կհանդիպենք։